Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 17-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք առնետներին։ Րոպե։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 17-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը բավականին շատ աշխատանք կարող ունենալ, հնարավոր նաև ընդունվում եք աշխատանքի, նաև հարցազրույցի կարող եք գնալ, ձեր եթե բիզնես ունեք, բիզնեսը առաջ տանեք, հանդիպում նաև պետական աշխատողի հետ։ Եվ ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Նաև թաքուն սիրավեպ ունեք, գուցե այդպես թաքուն եք հանդիպում այստեղ ժամադրությունը, նաև թաքուն գործողություններ են այդ օրը։ Եվ տատանվում եք, ծանրութեթև եք անում, ինչ-որ ընտրության առջև կանգնած կլինեք, ինչ-որ բաների մասին եք մտածելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 17-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը հուզվում եք,
Գիտեմ ինչի եք հուզվում, այստեղ միգուցե օծերի պատճառով է, ինչ-որ մի բան է, որը ձեզ հուզվում եք։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի քայլ անելուց այդ օրը։ Ինչ-որ բաներ ձեզ երջանկացնելու է այդ օրը, միգուցե երջանկության արդյունքներ են։ Տատանվում եք, ծանր ու թեթև եք անում, մտքերի մեջ կլինեք, ընտրության առջև կանգնած կլինեք, նաև գումար կստանաք այդ օրը, և օծեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար վերաբերմունք, այդպես։ Նախանձ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 17-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մի բանի, հույս ունեք, որ ինչ-որ մի բան լավ է լինելու, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու, և ոմանց ձեր խոստովան են, դուք ձեր խոստովան եք, ինչ-որ մի բան տեղի կունենա, որը ձեզ այդպես սիրով կլցվեք, և հանկարծակի լուր ունեք նաև, և ինչ-որ մեկից հիասթափություն կամ ինչ-որ բանից հիասթափություն, նաև տխրություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 17-ին։
Հարգելի նպաստակներ, այդ օր առավոտյան կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, նաև դա կարող է լինել տունակ մաքրում, բայց ավելի շատ այստեղ նաև վեճ է դա։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ինչ-որ մի հարցում հաղթանակած եք, դուրս գալու ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու այդ օրը, ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվի կամ նոր է սկսվում, այդպես ամեն ամսվա ինչ-որ ցիկլ։ Բացի դա դա կարող է ավարտվել։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Եվ նաև տատանվում եք, ծանրութ հետև եք անելու, ինչ-որ մի բաների մասին եք մտածելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 17-ին։ Հարգելի վիշապներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող է նման տեղ եք այցելում։ Եվ նաև հաջողություն ունեք այդ օրը բոլոր գործերում, այն ինչ որ այդ օրը կանեք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք, երջանիկ կլինեք, այն ինչ որ բան է ձեզ երջանկացնելու։ Նաև հյուր է, որը տհաճ պահեր է կամ անսպասելի է գալիս հյուրը, նոր այդքան էլ ձեզ հաճելի չի, կամ դուք եք գնում հյուր այնտեղ, ինչ որ զգում եք, որ ոնց որ ձեզ այնպես չեն ընդունում, ինչպես որ հարկն է։ Դրա համար դա ձեզ ինչ որ տհաճություն է տալիս։ Նաև այդ օրը նորություն կլսեք եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 17-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ճանապարհ եք գնալու, միգուցե ձեր սիրելիի հետ, միգուցե գնալու եք ժամադրության, միգուցե հեռու եք գնում իրար տեսնելու համար, կամ գալիս է ձեր սիրելին եւ ժամադրվում եք, եւ նաեւ բամբասանք կա։ Ինչ որ մարդիկ ձեզ կտեսնեն եւ կսկսեն բամբասել ձեր հետ կապված այդ պահերով։ Նաեւ դա կարող է լինել, որ հանդիպում եք օրինակ ձեր հարազատ մարդկանց հետ եւ դա է մարդկանց այդպես նյարդայնացնում կամ որ ձեր հարազատներն են գալիս այդպես նախանձում են ձեզ եւ այլն։ Եվ գումար կծախսեք առողջության հետ կապված հարցերը լուծելու համար, միգուցե նաեւ արժեքի մասին եք խոսելու վարչապետական հիմնարկությունում։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կհանդիպեն պետական աշխատողի հետ, բիզնես առաջ կտանեք, հարցազրույցի կգնաք, նաև ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն դիմացինի հետ և փաթեթ կստանաք նաև փաստաթղթերի հետ կապված գործունեությունը, որը կանեք այդ օրը, և հանկարծակի լուր ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 17-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը գործերը կմնան, ամբողջ գործերը չեք հասցնում ավարտել, նաև սուտ կա, միգուցե ստի պատճառով է, որ չեք հասցնում ավարտել։ Նորություն կլսեք, հանդիպում կունենաք, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում նաև այդ օրը, բայց չեք տխրում, բայց նաև ուշադրություն պետք է դարձնեք առողջությանը այս դեպքում։ Ոմանք նաև կայցելեն նման կենտրոն։ Եվ այստեղ ունեք թաքուն սիրավեպ ոմանք էլ թաքուն գործողություններ են, որ կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կայծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 17-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն։ Նաև նոր է սկսվում, հա, որպես ամեն ամսվա ինչ որ ցիկլ, նաև կարող է ավարտվել դա։ Տհաճ պահեր կան օրվա ընթացքում, նաև ձեր ցանկությունները կիրականանան, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Եվ ոչ են նամակ կամ ինչ-որ փաստաթուղթ կարող եք ստորագրել, այստեղ գործնական եւ գումար վճարեք դրա դիմաց։ Կամ գումարի մասին եք խոսում եւ հետո որևիցե պայմանագիր եք կնքում։ Կամ ինչ-որ փաստաթուղթ եք ստանալու, որի մեջ հստակ նշված է որևիցե ինչ-որ գործերի մասին է նշված, այսպես որ պետք է դուք նաև վճարեք այդ գործի համար։ Կամ նամակով այդպես իր հետ խոսեք SMS-ով եւ հետո պետք է ոնց որ դա վճարեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 17-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նաև գործնական խոսակցություն։ Սեղանի շուրջ եք նստելու, գումար եք վճարելու կամ ծախսելու եք այդ սեղանի շուրջ նստելու համար եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 17-ին։
Հարգելի ակաղաղներ, այդ օրը յուրաքանչյուր քայլանելուց առաջ լավ երկար մտածեք, հետո նոր արեք այդ քայլը, ոչ մի դեպքում մի շտապեք։ Նաև կողեք գնալ ինչ-որ մի բան, մնալ։ Ինչ-որ մի տեղ, կամ նաև ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է դեռ կանգնած։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դրանցով պետք է զբաղվեք, հնարավոր է նաև բժշկական կենտրոն է, ուսումնական կենտրոն է, գուցե գնում եք այնտեղ եք երկար սպասում։ Ոմանք կարող են վիճել, հետո ձեզ վատ կզգաք, այնպես որ ուշադիր եղեք, ոմանք կարող են տուն մաքրել, բայց համենայն դեպս կայցելեք այս դեպքում արդեն ոչ բժշկական կենտրոն կամ հիվանդ մարդ ունեք տանը։ Եվ հույսով լցված եք, հույսները դրել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 17-ին։ Հարգելի շներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ինչ-որ մի բան է ձեզ այդ օրը ցավեցնում, բայց չեք տխրում։ Նաև գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, կլուծեք ամբողջ հարցերը եւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, հնարավոր է նաև այստեղ առիթ է որևիցե եւ գնում եք ուղակի դուք եւ ձեր երեխան ոչ գնումներ կատարելու։ Նաև սա ընտանեկան կյանքն է ցույց տալի մարդու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին, խոզերին մարտի 17-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ,
Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է զբաղվեք այդ գործերով, լինի դա բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, թե մեկ այլ։ Եվ նորություն կլսեք, որից հետո կավարտեք ձեր բոլոր գործերը, վերջնական որոշում կկայացնեք, կարող դրան եք սպասում, հա, ինչ-որ նորության, որ կարողանայիք արդեն դուք եւս ինչ-որ որոշում կայացնել։ Գումար կծախսեք, նաև գումարի մասին կարող եք խոսել դիմացինի հետ։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, առիթ, ծնունդ, նաև ընտանեկան կյանքն է սա, որ ավելի շատ ընտանիքի անդամների հետ կլինեք։ Եվ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար ինչ որ մի բան ցավ է տալու ասեցի, երևի թե ասեցի, բայց չեք տխրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։